Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM առցանց տեսակապի միջոցով զրուցելու է քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նավասարդյան։ Պարոն Նավասարդյան, հայտնի դարձավ ռուսական մամուլում հրապարակումներ եղան այդ մասին, որ Կրեմլը որոշել է ակտիվացնել Հայաստանում ռուսական քարոզչությունը եւ Հայաստանի հարցերով այսուհետ զբաղվելու է Սերգեյ Կիրիենկոն, ով Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն է։ Ինչ դիտարկումներ ունեք այս հրապարակման շուրջ։ Հոդվածի մեջ նշվում է իհարկե, որ 2026-ին ընդառաջ է Կրեմլի այս քայլը արվում, որպեսզի Հայաստանում ռուսամետ ուժերը գոնե խորհրդարանում ներկայացվածություն ունենան, ինչ հաջողություններ կունենան ձեր կարծիքով։ Նախ պիտի արձանագրենք, որ Կիրիենկոն սովորաբար զբաղվում է Ռուսաստանի ներքին քաղաքական հարցերով, մասնավորապես ընտրություններով, կուսակցությունների հետ աշխատանքով, եւ ես չի ասի, որ իրեն այդ գործը հանձնարարել են, քանի որ ինքը մեծ մասնագետ է մերձավոր հարևանության Ռուսաստանի կամ ընդհանրապես արտաքին քաղաքականության, բայց նա նաև ունի համբավ որպես լավ կազմակերպիչ, լավ մենեջեր, եւ ենթադրաբար բովանդակային առումով մենք որևէ նոր բան չենք տեսնի, այսինքն այն հիմնական հաղորդողները Ռուսաստանի քարոզչական տեղեկատվական միջավայրի կարգատեն Կիրիենկոյի հետ եւ ինքը կհամակարգի այդ աշխատանքը, հաշվի առնելով իր բավականին բարձր քաղաքական կարգավիճակը։ Ես կարող եմ իմ կարծիքը հայտնել առայն, որ ոչ այնքան կենտրոնացած կլինի աշխատանքը Ռուսաստանի Հայաստանում ընտրությունների ընդառաջ, որպեսզի օգնեն ռուսամետ քաղաքական ուժերին մտնեն խորհրդարան, որքան ճնշում գործադրեն ամբողջ քաղաքական դաշտի վրա, որպեսզի որոշակի փոփոխություններ լինեն կողմնորոշումների տեսակետից եւ այն հանգամանքը, որ մենք տեսնում ենք բավականին լուրջ ճգնաժամային զարգացումներ Եվրամիությունում, բավականին հակասական մոտեցումներ տարբեր միջազգային հարաբերությունների հետ կապված հարցերին եւ փաստորեն խախտվել է նաեւ ԱՄՆ Եվրոպա այդ ռազմավարական համագործակցությունը այսօր եւ այս պայմաններում Ռուսաստանի համար աշխատանքի դաշտ է բացվում, ինչպես կօգտագործել մենք դեռ կտեսնենք, բայց ինչպես ես նշեցի, ոչ այնքան աջակցություն կարելի է ակնկալել ռուսամետ քաղաքական ուժերին, նկատմամբ որքան ճնշում ամբողջ քաղաքական դաշտի, այդ թվում նաև իշխող քաղաքական ուժի վրա, որպեսզի ավելի Ռուսաստանի համար նպաստավոր քաղաքականություն իրականացվի եւ երկրի ներսում եւ Հայաստանի արտաքին հարաբերություններում։ Իդեպ հոդվածի մեջ նշվում է այս մտավախությունը այն առումով, որ երկրի ղեկավարությունը գնում է դեպի արևմուտք եւ անհրաժեշտ է սրան հակազդեցություն։ Ձեր դիտարկմամբ այս մտահոգությունները ինչքանով են տեղին եւ արդյոք այս հակազդեցությունը կլինի կոշտ մեթոդներով ըստ ձեզ։ Ռուսաստանը հիմնականում կոշտ մեթոդներով է գործում, մենք դրա ականատես ենք եղել նաև նախկինում։ Բնականաբար Ռուսաստանում կա որոշակի անհանգստություն նրա հետ կապված, որ Հայաստանի խորհրդարանը ընդունել է օրենք Եվրամիության անդամակցության գործընթացի սկզբի վերաբերյալ եւ մենք լսել ենք արդեն հայտարարություններ տարբեր ռուսաստանյան պաշտոնյաներից, որ անհամատեղելի է նման գործընթացը ԵԱՏՄ անդամակցության հետ, ինչ որտեղ դա օբյեկտիվ իրականություն է, դա իրոք այդպես է եւ կարծում եմ նաեւ Հայաստանում պետք է լավ պատկերացնել, որ եթե շարժը դեպի Եվրամիություն դա քաղաքական առաջնահերթություն է Հայաստանի համար, ապա զուգահեռաբար պետք է նաեւ լինի որոշակի ռազմավարություն կապված նրա հետ, թե ինչպես է զուգահեռաբար Հայաստանը
նվազեցնելու իր կապերը Եվրասիական միության շրջանակներում, քանի որ այն տնտեսական եւ այլ պարտավորությունները, որոնք գոյություն ունեն ԵԱՏՄ շրջանակներում, նրանք մեկ օրում չեն կարող վերացվել, այդ ուղղությամբ պետք է հետևողական աշխատանք եւ առանց նման աշխատանքի ակնկալել, որ մենք իրոք ցելու ենք գործընթացը Եվրամիության անդամակցության կամ մոտենալու ենք այդ խնդրին շատ դժվար կլինի, բայց ամեն դեպքում, ինչպես նշեցի, Ռուսաստանում կային մտահոգություններ կապված այդ գործընթացի հետ եւ այդ մտահոգությունները նաեւ դրսեւորվելու են հայկական քաղաքական դաշտի նկատմամբ եւ Հայաստանի իշխանությունների նկատմամբ տարբեր ճնշումների տեսքով եւ նախընտրական պայքարը դրա համար տալիս է լրացուցիչ հնարավորություններ Ռուսաստանին, քանի որ բոլոր հարցերը քաղաքական եւ արտաքին եւ ներքին սրվում են սովորաբար նախընտրական քարոզչության փուլում, իսկ այդ փուլը մեզանում արդեն վաղուց սկսվել է։ Ռուսաստանը մտնելու է այդ գործընթացի մեջ օգտագործելով նաեւ իր հսկայական տեղեկատվական եւ քարոզչական ռեսուրսները, որոնք գոյություն ունեն Հայաստանում, մանավանդ վերադառնամ իմ նախորդ խոսքին, որ թույլանում է տեղեկատվական ներկայացվածությունը Արևմուտքի Հայաստանում կապված ԱՄՆ-ի կողմից այդ ծրագրերի փաստորեն սահմանափակումը, եթե չասենք Մամուլի այդ հրապարակման մեջ ռուսական նշվում է որպես այսպես գործընկերներ Ռուսաստանի նախկին նախագահների անունը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ուսումնասիրելով մեր քաղաքական դաշտ արդյոք միայն նրանք են, որ կաշխատեն այս մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի հետ, թե ավելի շատ գերակշռում են հենց Ռուսաստանի գործընկեր ուժերը, քան օրինակ արևմտյան, ինչ դիտարկումներ ունեք տարբեր մարդկանց միջոցով։ Ես կարծում եմ բազմազան միջոցներ կօգտագործվեն եւ եղած կուսակցությունները, որոնք պատրաստ կլինեն ռուսամետ քարոզչություն իրականացնել եւ նոր կառույցներ ի հայտ կգան եւ հասարակական կառույցներ տարբեր կարծում եմ կմտնեն այդ գործընթացի մեջ եւ դրա վրա բնականաբար Ռուսաստանը կփորձի լուրջ միջոցներ կուտակել եւ ծախսել։ Հետաքրքիր է, որ նոր կուրատոր, ինչպես իրեն անվանում են հայաստանյան ուղղվածության, Կիրիենկոն զբաղվելու է նաեւ Մոլդովայի խնդիրներին եւ այստեղ շատ հետաքրքիր է տեսնել նմանություններ Մոլդովայի եւ Հայաստանի միջեւ եւ հիմնականում այդ նմանությունները կախված են նրա հետ, որ երկրում էլ բավականին մոտ են այն հասարակական շրջանակների հայացքները կապված եւ արևմտյան ուղղության հետ եւ Ռուսաստանի հետ համագործակցության կողմնակիցներ եւ այդ բալանսի նմանությունը ենթադրում է նաեւ որ կօգտագործվեն նույն կամ նման մեթոդներ։ Այդ առումով ես կարծում եմ Հայաստանում պետք է լավ ուսումնասիրել ոչ միայն այն պատումները, նարատիվները, որոնք տարածվում են մեր երկրում, Ռուսաստանի եւ ռուսամետ ուժերի կողմից, այլ նաեւ Մոլդովայում, որպեսզի դրան հակազդելու մեխանիզմները եւ արսենալը հնարավոր լինի արդյունավետ օգտագործել։ Պարոն Նավասարդյան, խոսեցիք Եվրամիության կամ գոնե արևմտյան, այսպես ձևակերպենք, ազդեցության թուլացումից Հայաստանում կապված Թրամփի հայտնի որոշումների հետ, որոշ ծրագրերի փակում լրատվամիջոցների նաև։ Ձեր կարծիքով այս մեկ տարվա ընթացքում կլինեն նոր հետաքրքրություններ գոնե Եվրամիության կողմից, եթե Թրամփը այսպիսի քաղաքականություն է որդեգրել, թե Ռուսաստանը մեծացնում է իր ազդեցությունը, արդյոք Եվրամիությանն էլ չի մտահոգի Հայաստանում իր դերի նվազեցումը։ Ես կարծում եմ, որ եթե մենք գիտակցում ենք այն սպառնալիքները, որոնք կան եւ հիբրիդային պատերազմի տարբեր գործիքների օգտագործումը, մենք պետք է պատրաստ լինենք
նաև սեփական ուժերին զուժվերով հակազդել դրան, քանի որ շատ լավ հասկանում ենք, որ ԱՄՆ-ի առաջնահերթությունները այլ տեղում են, որ Եվրոպան լավագույն դեպքում հնարավորություն կունենա մոբիլիզացնել իր ռեսուրսները Ուկրաինային աջակցելու առումով, այնպես որ որքան էլ կարող ենք ակնկալել ամեն դեպքում ուշադրությունը Արևմուտքի նաև Հայաստանի նկատմամբ, պետք է սովորել ինքնուրույն պաշտպանել մեր երկրի ինքնիշխանությունը, ինչպես քաղաքական առումով, այնպես էլ տեղեկատվական միջավայրում։ Եվ դրա համար անհրաժեշտ է հնարավորինս հաղթահարել այն բևեռացումը, որ կա լրատվական դաշտում եւ անհրաժեշտ է համախմբել գոնե այն գործող անձանց, ովքեր կողմնակից են, որպեսզի Հայաստանը շարունակի զարգանալ որպես ազատ ժողովրդավարական երկիր։ Եվ այստեղ ոչ այնքան կարևոր է բուն անդամակցությունը Եվրամիության, որքան եվրոպական մոդելի բարեփոխումները մեր երկրում։ Այստեղ է հիմնական պաշտպանական ռեսուրսը Հայաստանի, որը պետք է օգտագործվի ընտրություններին ընտրաճներով։ Մեր հասարակության մոտ տրամադրությունների փոփոխությունը ձեր դիտարկմամբ նկատելի է, թե ոչ նույն այս հոդվածի մեջ նշվում է, որ հետխորհրդային երկրներից Հայաստանում բավականին լավ տրամադրություններ կան Ռուսաստանի նկատմամբ, բայց նաև նշվում է, որ սկսած այն պահից, երբ Հայաստանը ակնկալում էր օգնություն հապկից Լեռնային Ղարաբաղում եւ հապկը այդ օգնությունը չցուցաբերեց, տրամադրությունները որոշակի փոփոխություն են ապրել եւ որոշակի անկում է գրանցվել։ Ձեր դիտարկումները արդյոք այսօր մեր հասարակությունը գիտակցում է ռուսական այս բարեկամության գինը։ Մեզ մոտ ալիքաձև են փոփոխվում, տրամադրությունները մենք ունենք ժամանակահատված դա մինչև 44-օրյա պատերազմն էր, երբ մեծ հույսեր ամեն դեպքում պահպանվում են, որ Ռուսաստանը Հայաստանի եւ Արցախի անվտանգության երաշխավորն է։ Սկզբից մենք տեսանք, որ Արցախի անվտանգության երաշխավորը չէ, հետո համոզվեցինք, որ նույնիսկ Ռուսաստանի անվտանգության երաշխավորը չէ։ Մյուս կողմից մոտավորապես այդ ժամանակ 2.5 տարի առաջ մեծ ոգևորություն կար, որ Ռուսաստանին որպես անվտանգության երաշխավոր կարող է փոխարինել Արևմուտքը, մասնավորապես Եվրամիությունը, սակայն վերջի տարիների զարգացումը ցույց տվեց, որ Եվրամիության հնարավորությունները որքան էլ այն կցանկանար օգտակար լինել Հայաստանին, խիստ սահմանափակ են, եւ այդ ոգևորության աստիճանը անկում ապրեց, եւ դրան զուգահեռ նաեւ այն քննադատական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ եւ հիասթափությունը Ռուսաստանից նվազում է։ Եվ դա է, ինչը փորձելու են օգտագործել այս մոտակա ամիսների ընթացքում այն սուբյեկտները կամ գործող անձիկ, որոնք փաստորեն իրականացնելու են Ռուսաստանի քարոզչական տեղեկատվական մարտավարությունը Հայաստանում։ Իդեպ արդեն նկատելի են այդպիսի գործողությունները Հայաստանում, լոկալ փոքրիկ ակցիաները պատգամավորների նկատմամբ, չգիտեմ, տարբեր տեսակի նախաձեռնությունները, որոնք խորհրդարան են բերվում, այս ամեն ինչի մեջ ռուսական հետք տեսնում եք, թե պարզապես տեղական ինչ-որ բան կմեկնաբանեք, կբնութագրեք սա։ Պատահիր չի, որ դա թելադրվում է Մոսկվայից, ես կարծում եմ, որ նաև Հայաստանի ներսում կան քաղաքական եւ հասարակական շրջանակներ, որոնք փորձելու են օգտագործել ստեղծված համատեքստը ինչ որ քաղաքական դիվիդենդներ շահելու նպատակով, այնպես որ ոչ ամեն ինչը ինչ տեղի ունենում Հայաստանում պետք է կապել արտաքին ինչ որ դավադրությունների հետ, ցավոք մեր երկրի ներսում էլ կան մարդիկ, կազմակերպություններ, կառույցներ, ֆորմալ թե ոչ ֆորմալ, որոնք
ուզում են գրավել Ռուսաստանի համակրանքը եւ հետաքրությունը իրենց նկատմամբ։ Եվ պարոն Նավասարդյան, մենք ինչքանով կարող ենք ապավինել Ռուսաստանի միջնորդությանը կամ աջակցությանը Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը վերադարձնելու հարցում, ես այս հարցը տալիս եմ, որովհետև Վիտալի Բալասանյանը նամակ է հղել Պուտինին ակնկալելով իր աջակցությունն այս հարցում, հաշվի առնելով, որ այդ մարդիկ գերեվարվեցին ռուսական խաղաղապահ զորքի ներկայությամբ գոնե, մեր ակնկալիքները որոնք են եւ ընդհանրապես այս նախաձեռնությունը ինչպես կգնահատեք։ Ես չեմ բացառում, որ Ռուսաստանում որոշ շրջանակներ կարող են ցանկանալ օգնություն ցուցաբերել, ուրեմն գերեվարված եւ պահվող անձանց, սակայն այստեղ ոչ այնքան կարևոր են Ռուսաստանում եղած ցանկությունները, որքան Ադրբեջանի պատրաստակամությունը ընդառաջել նման միջամտություններին, իսկ նման պատրաստակամություն ես չեմ տեսնում, քանի որ Ադրբեջանի համար այն դատական process-ները, որոնք հիմա տեղի են ունենում Բաքվում, շատ կարևոր են Հայաստանի հետ հետագա հարաբերությունների ձևավորման համատեքստում եւ Ադրբեջանը փորձելու է մեծապես օգտվել այն գործընթացներից, որոնք դատարանի դահլիճում տեղի ունենում Բաքվում, եւ ես չեմ կարծում, որ Ռուսաստանի միջամտությունը նույնիսկ եթե այդպիսին լինի, կարող է այստեղ դերակատարություն ունենալ։ Օրինակ, եթե Պուտինը անձամբ դիմի Ալիևին, ձեր կարծիքով չի ընդառաջի իր ցանկությանը, կարծես Բալասանյանի ակնկալիքը կարծես նրա անձնական միջնորդությունն էր, այդպիսի տպավորություն կար։ Եթե հիշենք ոչ պաշտոնական հաղորդագրությունները Ալիև Փաշինյան եւ իրենց թիմերի հանդիպման մասին Կազանում անցած տարի, ապա Ալիևը արդեն ակնարկել է, որ Պուտինը իրան խնդրել է Ռուբեն Վարդանյանի առումով, բայց դրանից հետո որևէ զարգացում մենք չենք տեսել։ Իսկ դա նշանակում է, որ իմ պնդումը, որ Ադրբեջանը չի ենթարկվելու կամ չի արձագանքելու դրականորեն Ռուսաստանի որևէ փորձերի միջամտել, ես կարծում եմ, որ դա դրա լավագույն ապացույցն է։ Իսկ ինչու հենց Պուտինին ձեր կարծիքով Բալասանյանի այս կոչը։ Ամեն դեպքում երևի փորձ է ինչ-որ արդյունքների հասնել, նույնիսկ եթե շանսերը ցածր են, եւ մյուս կողմից դա հնարավորություն է ինչ-որ թեմայով արդեն իր անձի նկատմամբ ուշադրություն գրավել Մոսկվայի։ Շատ շնորհակալություն հետաքրքիր վերլուծության համար։ Ես հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում էի քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։